Վարդանյան Ծառուկյանի ձերբակալության ես գործի հարուցման արդեն նախորդող օրերին ենթադրություններ կային, որ այս սցենարն է լինելու։ Ինչպես հնարավոր կլիներ կանխել այս սցենարը եւ այս պահին օրինակ ինչ ելքեր եք տեսնում, եթե ընդդիմադիր առաջնորդներին իզոլացման ճանապարհով է գնում իշխանությունը։ Դուք շատ կարևոր հանգամանք նշեցիք հենց վերջում, որ իշխանությունը գնում է ընդդիմադիր առաջնորդների իզոլացման ճանապարհով եւ մեծ է իմ անհանգստությունը, որ սա շարունակական բնույթ կրող գործողություն է լինելու եւ առնչվելու է տարբեր ընդդիմադիր ուժերի առաջնորդներին եւ քաղաքական ու հանրային գործիչներին։ Մենք ականատես եղանք, որ այս իշխանությունը ոչ միայն պատրաստ էր լկտիաբար գողանալ մանդատները, այլ նաև դրանից հետո շարունակել իրավական գործընթացներ, իրենց գնահատմամբ իրավական, բայց ակնհայտորեն քաղաքական գործընթացներ։ Եվ սա այլ կերպ քան քաղաքական հետապնդում կոչել չի կարելի, որովհետև մենք նախընտրական փուլում արդեն տեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ուրեմն պատժելու է եւ, չգիտեմ, ասֆալտին է փռելու եւ մնացած արտահայտությունները չկրկնեմ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին եւ սա իր հայտարարած ուրեմն գործընթացի շարունակությունն է։ Ասել, որ այստեղ կա իրավական գործ, ինձ թվում է զավեշտի ժանրից կլինի, որովհետեւ այն ինչի շրջանակներում մեղադրանք են առաջադրել եւ այն ինչի շրջանակներում երեկվա 13 ժամանոց շոուն իրականացվեց եւ այլն, պարզապես խոսում է մեկ բանի մասին։ Փաշինյանը հրահանգ է իջեցրել եւ իր հրահանգը կատարում են։ Մեծ է նաեւ իմ անհանգստությունը, որ այդ հրահանգը այսօր կկատարի նաեւ այս դատարանում նստած դատավորը, որովհետեւ իրենցից այլ բան ակնկալել, քան Փաշինյանի հրահանգները կատարել հնարավոր չէ։ Այստեղ բազմաթիվ մարդիկ են հավաքվել աջակցություն Գագիկ Ծառուկյանի, նաեւ տեսնում ենք, որ տարբեր ընկերությունների աշխատակիցներ, որոնք անորոշության մեջ են հայտնվել, չիմանալով թե ինչ կլինի։ Այսինքն, սա դուք ինչպես որակեցիք քաղաքական է, բայց արդյունքում հազարավոր մարդիկ մնում են առանց աշխատանքի։ Մենք սա պետք է դիտարկենք երկու կոմպոնենտով։ Կոմպոնենտ 1 քաղաքական հետապնդում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որովհետև տեսանք, որ այդ քաղաքական հետապնդման շրջանակներում ըստ քննչական կոմիտեի հայտարարության 70 ուրեմն օբյեկտում կատարվում էր խոզարկություն։ Արդյունքում այդ խոզարկություններից հետո փաստորեն կապարակնքվեցին այդ օբյեկտները եւ հազարավոր մարդիկ այս պահին հայտնվել են փողոցում։ Ես հասկանում եմ, որ Փաշինյանենց համար այլևս անհասկանալի է, թե մարդը օրվա այսպես հացի համար հոգ տանող մարդու համար ինչ է նշանակում, թեկուզ մեկ օրը չաշխատելը, որովհետև իրենք արդեն սովորել են հեշտ փողերին, բայց այս որոշմամբ կապարակնքելով իրենք լուրջ խնդրի առջև են կանգնացրել ոչ միայն տնտեսվարողներին, որովհետև իրենց մեղքով տնտեսվարողները եւս վնասներ են կրում, այլ սովորական քաղաքացիներին, իրենց օրվա հացը հոգացող սովորական քաղաքացիներին։ Եվ դա երկրորդ կոմպոնենտն էր, այսինքն մի կողմից հասցնել տնտեսական վնաս եւ մարդկանց թողնել անորոշության մեջ, մյուս դեպքում մյուս կողմից իրականացնել քաղաքական հետապնդում։ Տիկին Վարդանյանի հետ Արարատ ցեմենտի հետ կապված եղան խոսակցություններ, որոնց չկար այդ խոսքագծերը զանգում, որը եթե կարող է օգտական հավետ արտակարգ իրավիճակներ ստեղծել, այս ֆակտորը իշխանությունը հաշվի առնում է եւ փաստորեն մեր ունեցած տեղեկություններով այդ գործարանը դեռ ոչ է սպառնալիությանը մատնված, որ այնտեղ 24 ժամյա ռեժիմի աշխատանք է։ Տեսեք, շատ կարևոր հանգամանք եք նշում, մի կողմից տնտեսական վնասները, եթե մի կողմ թողնենք, այստեղ իսկապես կա վտանգ, որովհետև անվտանգության աշխատակիցներ այնտեղ պետք է լինեն, որոնք որ կերաշխավորեին, որ հանկարծ որևէ անվտանգային որևէ ռիսկ, որևէ խնդիր չառաջանա։ Բայց գիտեք, երբ որ այս մարդուն պետք է քաղաքական բավարարվածություն ստանալ, ինքը գնում է ամեն ինչի։ Ինքը նույնիսկ ստեղծում է անվտանգային լուրջ խնդիրներ եւ ռիսկեր, եւ մինչեւ այս պահը ըստ էության լուծված չէ այդ խնդիրը։ Հետո Աստված մի արածի, եթե իսկապես լուրջ խնդիր ունենա, ով է պատասխան տալու, այդ կապարակնքող ոստիկանները, թե վերևից հրահանգ իջեցնողը։ Այսինքն, երբ որ ինքը ունի ցանկություն, ուրեմն մարդկանց քաղաքական հետապնդման ենթարկել, որևէ բանի առջև կանգ չի առնում։ Նույնիսկ ուրեմն կարևոր անվտանգային կանոնների։ Եվ մի հարց էլ էլի հետաքրքիր է, Մոսկովի Ռուսաստանի այցի հետ էս շոուները կապում եք, թե չէ, ինչ-որ մի բան ուզում եք, որտեղ շատ են ասում են, որ ինչ-որ մի բան ուզում եք ցույց տալ ապացուցել Ռուսաստանի հետ, որ այն քաղաքական ուժերը, որոնք գոնե Ռուսաստանի հետ
փորձում են լավ դրական հարաբերություններ ունենալ, ինչ-որ նման փորձում Այսպես ասենք, տեսնում եք այս քանի որ որևէ մանրամասնությունների չեմ տիրապետում, թե հանդիպման ընթացքում բացի այն հրապարակային տեղեկություններից ինչեր են քննարկվել, հստակ պատասխան տալ չեմ կարող, բայց միևնույն ժամանակ, ուրեմն այսքան տարիների ընթացքում հետևելով Փաշինյանի գործողություններին կարող եմ ասել, որ սա նաև իր այցից առաջ հատուկ կատարված քայլ էր, որպեսզի ինքը այնտեղ ինչ-որ բանի շուրջ առևտուր անելու կամ ինչ-որ բան ապացուցելու հնարավորություն ունենա։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։